Այժմ տեսնենք ինչ է սպասվում առույցներին հաջորդ շաբաթ օգոստոսի 16-ից 22-ը։ Ընդհանուր տրամադրությունը անձնական հարցեր միայնակների համար, զույգերի համար, աշխատանքի համար 2 կարտ դուրս եկավ եւ ֆինանսներ։ Եվ եւս մեկ կարտ բոլոր առույցների համար անկախ տարիքից, ամուսնական կարգավիճակից, պարզապես խորհուրդ։ Ոյ, այս ինչ է կատարվում։ Շատ լավ, այսօր ձեզ խորհուրդ հարգելի առույցներ։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ լուսին։ Լուսինը նշանակում է կասկածներ, անհանգստություն։ Գիտեք, սա ձեր մտավախությունն է, այսինքն ոչ թե իրականում ինչ-որ պատճառներ կա, այլ ուղղակի սա ձեր մտքերն են։ Դուք այդպես եք ձեզ զգում, անդադ անհանգիստ եք։ Միգուցե սպասումների մեջ եք, ինչ եք սպասում, ինչ եք ակնկալում, կդժվարանամ ասել, բայց մի քիչ անհանգստություն տեսնում եմ։ Էլի եմ ասում, ոչ թե պատճառ կա, այլ ուղղակի դուք եք։ Ինչ որ միգուցե նույնիսկ ինչ որ լավ բան է լինում, ես գիտեմ առույցներ, որոնք նույնիսկ լավ բան պետք է լինի, բայց իրենք նախորոք էլի անհանգիստ են, էլի կասկածամիտ են, մինչև չլինի, չհամոզվեն, ունենում են մտավախություններ։ Այդպիսի վիճակ եմ տեսնում։ Տեսնենք իրականում կա առիթ մտավախությունների հարգելներս։ Միայնակների համար տեսնում եմ պուրակ, ներողություն։ Տեսնում եմ պուրակ, տեսնում եմ դուք շատ չեք շփվում, միգուցե շատ տնից դուրս չեք գալիս, իսկ կարտերը խորհուրդ են տալիս գնալ դուրս, բայց կարող է միգուցե շատ եք օնլայն շփվում, հարգելի առյուծներ։ Տեսնենք էլ ինչ կհուշեն կարտերը։ Ինչու են մենակ առյուծները մնացել միայնակ։ Գիտեք, հարգելիներս, ես տեսնում եմ, որ դուք միգուցե եւ օնլայն շատ եք շփվում, դե օնլայն նկատի ունեմ միգուցե հեռախոսով, տեքստերով, այսինքն կոնկրետ պետք է դուրս գալ, գնալ ֆիզիկապես էլ մարդկանց հետ շփվել։ Չգիտես ինչու ինձ թվում է, որ դուք ավելի շուտ սիրում եք շփվել այդպես տեքստերով օնլայն, քան թե գնալ մարդու հետ ֆիզիկապես հանդիպել։ Կարտերը հուշում են պետք է գնալ հանդիպել։ Ձեզ խորհուրդ են տալիս, մարդիկ կան, որոնք առաջարկում են, միգուցե օնլայն, միգուցե հատուկ կայքեր կան, սայթեր, չէ, որտեղ գնում եք հանդիպումների սայթեր են, ծանոթությունների։ Ես տեսնում եմ, որ իրականում մի փոքր խոչընդոտ կա, դուք ժամադրությունների պետք է գնաք, բայց չեք գնում։ Չգիտեմ, դուք վերջի պահին փոշմանում եք, չի ստացվում, թե ինչու չեք գնում, ես տեսնում եմ մի փոքր խոչընդոտ կա։ Կարտերը հուշում են ամեն դեպքում բացի խոսելուց պետք է նաև ֆիզիկապես դուրս գալ մարդկանց հետ հանդիպել։ Ես երեք այստեղ մի քիչ բարդ կարտեր եմ տեսնում։ Կարող եմ ասել միգուցե աշխատանքի վայրում կա ինչ-որ մեկը, որ ձեզ հավանում է, բայց իրականում դուք չեք հավանում իրեն։ Տղամարդ եմ տեսնում այստեղ։ Տեսնում եմ մարդիկ, որ փորձում են միջնորդել, անկեղծ ասած, մարդիկ եմ տեսնում, այս բոլոր մարդիկ փորձում են միջնորդել, որպեսզի ձեզ ծանոթացնեն ինչ-որ մեկի հետ, միգուցե դուք ուղղակի չեք ուզում։ Դուք չեք ուզում ինչ-որ մեկի միջոցով, դուք ուզում եք ինքնուրույն, միգուցե ժամադրությունների փորձում են հրավիրել, չէ, ծանոթի տղան, հարևանի, այս, չգիտեմ, ծանոթները ինչ-որ մեկի ծանոթներով դուք պարզապես չեք ուզում։ Ինձ թվում է, որ դա ուղղակի խնդիր է ձեզ համար, չեք ուզում հանդիպել ձեզ համար ընտրած մարդկանց հետ։ Իսկ կարտերը վերջում 2 կարտ եմ տեսնում, հուշում են շատ շփվել հարգելիներս, դուք արդեն օնլայն շփվում եք, բայց ֆիզիկապես պետք է պարզապես դուրս գալ, պետք է գնալ նաև այգիները, տեսարժան վայրեր, չգիտեմ ուր կարելի է գնալ մարդկանց, որտեղ կարելի է հանդիպել ժամանցի վայրեր, որովհետև ճանապարհը բացվում է։ Այսինքն ես տեսնում եմ, որ ձեզ հնարավորություններ կտրվեն։ Հարգելիներս, ես չեմ կարող ասել հենց հաջորդ շաբաթ, բայց ճանապարհը բաց է, այսինքն դուք ինչքան շատ շփվեք եւ ինչքան շատ դուրս գաք ժամադրությունների հանդիպեք, որպեսզի հանդիպելով կոնկրետ ֆիզիկապես մարդուն տեսնելով, շփվելով կարողանաք ընտրություն կատարել, ի վերջո կկարողանաք։ Դե ճանապարհը բաց է, ինչը նշանակում է, որ հնարավոր է, բայց չեմ կարող ասել, որ հենց հաջորդ շաբաթ կարող եք ինչ-որ մեկին գտնել, որտեղ տեսնում, եթե ինչ-որ մարդիկ միջնորդում են, դա ձեզ կարծես թե դուրս չի գալիս։ Հարգելիներ, շփման մեջ է, պետք է շատ շփվել, դուրս գալ տնից, գնալ մարդկանց հետ հանդիպել,
որպեսզի կարողանաք ձեզ զուգընկեր կամ ընկերուհի ընտրել, որում խոսքը վերաբերում է եւ տղամարդկանց եւ կանանց, բայց հիմնականում աղջիկներին։ Իսկ զույգերի հետ կապված տեսնում եմ անպամած, այ անպամած է, լուսին եմ տեսնում, ամպեր են կուտակվել, ինչու, ինչ է պատահել, տեսնենք հարգելի առույցներ։ Զույգերի համար ինչ եմ տեսնում։ Շատ տարօրինակ կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ փոփոխության կարտը, տեսնում եմ կորուստ, տեսնում եմ գիրք եւ տեսնում եմ աղվես։ Իսկ սկզբում տեսնում էինք ամպեր էր կուտակված։ Ամպերը կուտակված են, որովհետեւ լուսնով էլ կարող եմ ասել դուք անհանգիստ եք։ Վախենում եք կորստից։ Ինչ կորստից եք վախենում, ինչու եք վախենում, հարգելի առույցներ, ես չեմ տեսնում մանրամասներ, չեմ կարող ասել։ Էլի ինչ որ ինֆորմացիա, գրքով էլի փորձում եք ինչ-որ բան պարզել ձեզ համար։ Խորհուրդ եք հարցնում որոշ մարդկանցից, ես ճիշտ ասած ոչ մի առիթ չեմ տեսնում, որ ինչ-որ բան է կոնկրետ եղել, ոչինչ չեմ տեսնում, տեսնում եք, գրեթե կերպարներ չեմ տեսնում, այստեղ ամպեր են կուտակված, բայց սա կոնկրետ կերպար չէ, ոչ մի կերպար չեմ տեսնում, այսինքն չեմ կարող ասել ով ում հանդեպ ինչ-որ բան է արել հես, ոչինչ էլ չեմ տեսնում, ուղղակի դուք ինչ-որ կորստից եք վախենում եք ինչ-որ մեկի հետ ժամանակ եք կորցնում, վախենում եք, որ ինչ-որ մեկին կարող եք կորցնել, զույգերը ընդ որում ես ամուսնացած առանձնապես չեմ տեսնում, ինձ թվում է այստեղ չամուսնացած զույգի մասին է խոսքը, բայց եթե ամուսնացածին վերաբերում է, կարող եք ձեզ էլ վերագրել, ինչ որ անհանգստություններ ունեք, դուք ունեք, փոփոխությունից եք վախենում, ինչու կորստից եք վախենում հարգելիներս, առույցների մասին է, կինը տղամարդ եք նշանակություն չունի, բայց ձեզ անդադվում է թե ինչ-որ բան պետք է պարզեք, ձեզ նույնիսկ խորհուրդ եք հարցնում, ինչ-որ մեկի հետ զրուցում եք, ինչ-որ կնոջ հետ, կարծում եք ձեզ խորհուրդ կտա, ձեզ կարողանում են մի քիչ մխիթարել, մի քիչ ավելի վիճակը լավանում է, հետո նորից էլի մի փոքր անհանգիստ եք, որովհետև լուսնով տեսնում էի անդադ կասկածներ, վախեր, հարգելիներս, արև եմ տեսնում վերջում, ինչ նշանակում է բացարձակ ոչ մի առիթ չկա, այսինքն չգիտեմ հիմքը ինչու՞ն է, ինձ ցույց չեն տալիս կարտերը մանրամասները, թե ինչ է պատահել զույգերի մեջ, զույգերից մեկն ու մեկը մյուսից է նեղվել, թե զույգերը ընդհանրապես այլ մարդկանց հետ խնդիր ունեն, ոչ մի խնդիր չկա, սրանք ձեր կասկածներն ու վախերն ու անհանգստություններն են, հույսով եմ մի շաբաթ ձեզ համար կպարզվի, ամպերը կցրվեն, արևը դուրս կգա, ձեր այդ կասկածները դուրս կգան, կշտկվի ամեն ինչ։ Ուզում ասել ոչ մի խնդիր, իսկապես խնդիր չեմ տեսնում։ Ես միայն տեսնում եմ ձեր մտավախությունները, սրանք ձեր մտքերն են ամպերը, դուք եք այդպես մտածում, լուսնով էլ տեսնում եմ դուք մի քիչ մռայլ եք, բայց իրականում ոչ մի պատճառ էլ չկա։ Բայց ձեզ համար մի շաբաթ կպարզվի ամեն դեպքում, որ ոչ մի պատճառ չկա, դուք անիմաստ տեղը անհանգստանում եք։ Սա պետք է լիներ անձնական կյանքում, իսկ ես տեսնում եմ աշխատանքում, հարգելիներս, շատ հետաքրքիր եմ տեսնում։ Աշխատանքի վայրում տեսնում եմ մեծ հաջողություն, սա էլ տեսնում եմ թղթեր եք ստորագրում, պայմանագրեր եք կնքում, նոր գործարք եք սկսել, շատ հաջող կլինի, սրանից ավել չարժի էլ ոչ մի կարդ հանել։ Այսինքն ինչ որ գործերի մեջ, ինչ որ մեկը նոր պրոյեկտ եք սկսել, շատ հաջող կլինի, ինչ որ գործարք եք, արդեն դուք գիտեք, որ հաջող է, արդեն վերջնական թղթերը ստորագրում եք, կարգավորվում է ամեն ինչ, ընկնում է այդտեղ աշխատանքի հետ կապած շատ հաջող եմ տեսնում։ Երկու կարտն էլ իրար հետ դուրս եկան հարգելիներս։ Ֆինանսներում տեսնում եմ մի քիչ ֆինանսները կանգնած են, միգուցե լրացուցիչ ծախսեր ունեք կամ միգուցե պարզապես ֆինանսները կանգնել են, միգուցե աշխատանք չունեք, այդ սրանով տեսնում եմ նոր աշխատանք, նոր պայմանագրեր եք ընկնում կամ ձեր գործն եք սկսում ինչ-որ մի նոր շատ հաջող գործարքի մեջ եք մտնում։ Միգուցե դրա համար գործ չունեք, ֆինանսները կանգնել էին, անհանգստությունները կարող է դրա հետ էլ կապված լինեին, բայց տեսնենք, ինչ կմանրամասնենք կարտերը։ Ой, ներողություն։ Ինչ եմ տեսնում ֆինանսների հետ հարգելիներս, հենց սկզբից տեսնում եմ արև,
Արևը ինձ համար նշանակում է, հարգելիներս, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հենց առաջի 3 կարտերը տեսնում եմ արև, տեսնում եմ տուն, տեսնում եմ ծաղիկներ, շատ գեղեցիկ։ Միգուցե ինչ-որ միջոցառում ունեք, օրինակ ես տեսնում եմ այստեղ կին տղամարդ, միգուցե երեխա եք ամուսնացնում, հարսանիքի համար ձեզ լրացուցիչ ծախս է պետք, կամ ճանապարհորդության եք գնում ընտանիքով բոլորով, կամ միգուցե տուն եք գնում, տուն եք ունեք, նոր տուն ունեք, կահույք եք գնում, տան հետ կապված ծախսեր են, ընտանիքի հետ կապված ծախսեր են։ Ես տեսնում եմ, որ ծախսերը, որ լրացուցիչ ասում էի ծախսերը շատ լավ նպատակի համար է։ Ինչ որ մի լավ բանի համար ձեր ծախսերը մի քիչ ավելացել են, շատ լավ է։ Ոչ թե դուք ֆինանսական ճգնաժամ ունեք, այլ պարզապես ծախսեր են ավելացել, որտեղ ինչ որ հետաքրքիր գաղափար եք ուզում իրականացնել։ Ես այստեղ 2-9 եմ տեսնում։ Տեսնում եմ փոփոխություն կլինի իմիջայլոց, անպայման փոփոխություն կլինի, նույնիսկ եթե ճանապարհի հետ է կապված, փոփոխություն, երկու փոփոխության կարտ եմ տեսնում։ Ինչ որ կայուն էր, կանգնած էր, իմիջայլոց կշարժվի վերջապես։ Շատ հետաքրքիր է։ Այսինքն դուք ֆինանսների հետ կապված, եթե ինչ-որ հարցեր, ինչ-որ ժամանակ չգիտեիք ինչպես ֆինանսական հարցը լուծել այս նպատակին հասնելու համար, ես տեսնում եմ, որ իրավիճակը իրականում կփոխվի։ Ես տեսնում եմ այստեղ երկու կին։ Որոշում պետք է կայացնեք։ Այստեղ կա մի իմաստուն կին, որի հետ շփվում եք։ Կինը կարող է լինել մասնագետ, կարող է լինել ուղղակի ձեզ բարեկամ, ծանոթ, կարող է նաև լինել օտար երկրից, խոսում եք, զրուցում եք, միգուցե ֆինանսական օգնություն եք խնդրում մարդուց։ Գիտեք, ես տեսնում եմ, որ կարող է մի քանի հոգու եք զրուցում, տեսնում եք երկու կին եմ տեսնում այստեղ։ Ինչ-որ մեկը կարող է ձեզ մերժել, բայց դուք ձեր ֆինանսները կգտնեք։ Միգուցե ինչ որ կնոջից չկա, ինչ որ տղամարդուց կգա, որտեղ ֆինանսները կլինեն։ Ես տեսնում եմ դուք ֆինանսի հարց չեք ունենա, իսկ ծախսը նախատեսված էր բավականին հետաքրքիր ինչ որ նպատակի համար։ Արգելներս ֆինանսի կարտն էլ վերջում էլ եմ ասում դուրս եկավ, ես տեսնում եմ դուք ձեր ֆինանսները կգտնեք։ Ինչ նպատակ ունեիք, ձեր նպատակին կարողանաք հասնել։ Եթե հաջորդ շաբաթ չհասնեք, հաջորդ շաբաթ ֆինանսական հարցը կլուծեք։ Այսինչ գեղեցիկ կարտ եմ տեսնում բոլորին հարգելի առույցներ, անկախ ձեր այս կասկածները, վախերը, լուսնով, մանավանդ զույգերը, հատկապես ինչու են անհանգիստ, ինչ են մտածում, չգիտեմ, բայց այսպիսի գեղեցիկ կարտեր են դուրս գալիս ձեզ համար, եթե ես բոլոր կարտերին եմ ընդհանուր նայում, եւ դուրս է գալիս սիրտը։ Ձեզ սիրում են, դուք սիրված եք, ուշադրության կենտրոնում եք, ձեր ծնունդները գիտեմ դեռ շարունակվում են, կոմպլիմենտներ եք ստանում, դուք գեղեցիկ եք, ինքներդ էլ սիրեք, նաեւ գիտեք, ես կարող եմ ասել դուք ուշադրություն կարող եք ստանալ առույցների համար, դա շատ կարևոր է, ուշադրության կենտրոնում լինեք, իրենք դա շատ են սիրում։ Իսկ այս կասկածներն ու վախերը ինչ հուշում են, հարգելիներս, որ դուք ինքներդ ձեզ այդքան շատ չեք սիրում։ Դրա համար անդադ կասկածների մեջ եք։ Ինքներդ ձեզ սովորեք սիրել, որտեղ մնացած բոլորը երևի ձեզ սիրում են, որոշ մարդիկ, չգիտեմ, դուք տարիքով մեծ եք, ինչ որ փորձ ունեք, ինչ որ հաջողությունների հասել եք, օրինակ դերասան, երգիչ, արտիստ, չգիտեմ, միգուցե մարդիկ նաև հիանում են ձեզնով։ Այս այդ ամբողջ սերն է եւ համակրանքն է ձեր նկատմամբ ձեր շրջապատից։ Մնում է որ դուք ինքներդ ձեզ սիրեք, որտեղ դուք ձեզ տանջում եք այս կասկածամիտ մտքերով։ Շատ լավ է ամեն ինչ, արգելներս, շատ գեղեցիկ շաբաթ եմ տեսնում։ Մի փոքր բարդություններ, եթե ունեին միայնակները, ես էլ եմ ասում, ճանապարհը բաց էր, կասկածները թողեք մի կողմ, շփվեք մարդկանց հետ, ամեն ինչ կընկնի իր տեղը, հարգելի առյուծներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում կույսերին հաջորդ շաբաթ, օգոստոսի 16-ից 22-ը։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար, անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Եվս մեկ կարտ որպես խորհուրդ բոլոր կույսերի համար, անկախ նրանից ամուսնացած եք, ամուսնացած չեք, բաժանված եք, միայնակ եք, տարիքով եք, խորհուրդ բոլոր առույցներին։ Ներողություն առույց եմ ասում կույսերին, առույցների համար է նայում դեր իրենք են մտքից, հարգելի կույսեր ձեզ համար, բոլոր կույսերի համար, լրացուցիչ եվս մեկ կարտ։ Սա էլ որպես խորհուրդ։ Հարգելի կույսեր, տեսնում եմ խաչ տրամադրությունը։ Խաչը բավականին բարդ կարտ է, կարող է նշանակել ճակատագրական ինչ-որ պահ է ձեր որոշ կույսերի համար, չի կարող սա բոլորին վերաբերել իհարկե, շատ ճակատագրական ինչ-որ մի ճանապարհի կետի եք հասել, կյանքում այնպիսի մի պահի եք հասել, որ պետք է ճակատագրական որոշում կայացնեք եւ դուք գիտեք այդ մասին։ Ձեզնից շատ բան կախված չէ իմիջայլոց, դուք որոշում պետք է կայացնեք, բայց իրականում դուք եկել եք այսպես կյանքը բերել ձեզ կանգնեցրել է փաստի առաջ։
Դա է նկատի ունեմ, որ ձեզնից շատ բան կախված չէ։ Դուք արդեն հասել եք այդպիսի մի կետի, անկախ ձեզնից, որտեղ պետք է որոշում կայացնեք։ Ես տեսնում եմ, ձեզ համար բավականին բարդ վիճակ է, կամ կլինի այս կողմ, կամ կլինի այն կողմ, բայց դուք պետք է որոշումը կայացնեք։ Տեսնենք, ինչին է դա վերաբերում։ Միայնակների համար տեսնում եմ լուսին, կասկածամիտ, անհանգիստ, վախեր, անվստահություն։ Դա ձեր էմոցիաներն են, հարգելի կույսեր, ոչ թե առիթ կա դրա համար, այլ պարզապես դա ձեր զգացումներն են, այդպիսին եք դուք ձեզ զգում։ Շատ վախենալով էի վերջին կարտը հանում, բայց ճիշտ էր իրականում։ Հարցիս պատասխանը ստացա։ Հարգելի կույսեր, վերջերս կույսերի համար տարօրինակ կարտեր էի տեսնում, ես ինչքանով որ հիշում եմ, մի տեսակ բարդություններ կան, չմահավան էի տեսնում ձեզ անդադ։ Այնքան է զարմանալու չէ, որովհետև բավականին պրակտիկ մարդիկ են։ Ես դա բացասական իմաստով չեմ ասում, հարգելիներս, որտեղ ես ինքս էլ բավականին չմահավան եմ։ Ամեն ինչի եւ ամեն մարդու չեմ հավանում, այնպես որ շատ ծանոթ երևույթ է։ Ձեզ թվում է, այստեղ ձեզ միայնակների համար լուսնով կարող եմ ասել նորից կասկածներ, անհանգստություններ, փոփոխություն, նորություն եք ուզում կյանքում։ Բայց ես տեսնում եմ, փորձում եք, խորհրդակցում եք որոշ մարդկանց հետ, բայց անձնական կյանքը տեղից չի շարժում։ Բավականին երկար ժամանակ է մենակ են այն կույսերը, ովքեր դեռ մենակ են։ Կոնֆլիկտային կարտ եմ տեսնում, այսինքն այո, ձեզ ինչ որ ճաշակները չեն համապատասխանում, երևի ձեզ սրտով ոչ մեկին չեք հանդիպում, անկախ նրանից դուք եք տղամարդ, ձեր ուզած մարդուն չեք հանդիպում, բայց տեսնում եմ, որ իրականում սպասում եք, դուք պատրաստ եք, շատ պատրաստ եք առաջ խաղացման, խոսում եք, զրուցում եք, շփվում եք, բայց երևի դրանից այն կողմ ոչինչ չի անցնում։ Մանավանդ երիտասարդները, եթե օնլայն շատ շփվում են, այս սայթում, այն սայթում, բայց իրականում շփում չկա։ Ես տեսնում եմ, այստեղ երկու բավականին կոնֆլիկտային բարդ կարտեր, աղջիկներ, հատկապես ձեզ է վերաբերում։ Ես չեմ կարող ասել, որ կույսերը այդպեսին են, շատ ասում են, խոսում են, բայց իրականում աշխատեք ամեն մարդու ոչ խորհուրդ լսել, ոչ էլ ամեն մարդու հետ բամբասանքին լսել, որտեղ սրանք կարող է, տեսնում եք, եւ աղվեսը եւ օծը կարող են խորամանկ կանայք իրականում թե ձեզ ուզում են օգուտ տալ եւ օգնել խորհուրդ տալ, բայց իրականում ինձ թվում է ավելի խանգարում են ձեզ։ Եվ մյուս կողմից մի վստահեք ընկերուհիներին, մի վստահեք ոչ մեկին ձեր գաղտնիքները, մի կիսվեք, աշխատեք չկիսել, թե սրանք մի քիչ վտանգավոր մարդիկ են ձեր շրջապատում։ Բայց կարտերը վերջում տեսեք ինչ գեղեցիկ խորհուրդ են տալիս։ Բանալին հարգելիներ շփման մեջ է, բայց ֆիզիկապես պետք է գնալ շփվել եւ դուք կկարողանաք զույգ գտնել, այսինքն ձեզ համար նախատեսված է։ Ճանապարհն իրականում բաց է։ Գիտեք, պետք է ուղղակի շփվել եւ ես հույսով եմ այստեղ ճակատագրի կարտը կարող է այստեղ դեր խաղալ։ Այսինքն ինստինկտիվներ կստացվի, պարզապես դուք պետք է ճիշտ վայրում, ճիշտ տեղ լինեք։ Հասկանում եք, շփվեք ճիշտ մարդկանց հետ, այ բանալին շփման մեջ է, չեք կարող 4 պատի մեջ թաքնվել, ընկերուհիների հետ զրուցել, բամբասել կամ տղամարդիկ էլ կային, այնտեղ կար տղամարդ, որ խորհուրդ էր տալիս։ Ձեր ծանոթ մարդկանց հետ նստում եք, քննարկում եք, ինչպես կարող եք զույգ գտնել, ինչպեսին են կանայք, ինչպեսին են տղամարդիկ, նրանց ով մասին է խոսում, իրական դրանից ոչ մի հարց չի լուծվում։ Շփման մեջ է հարցը, պարզապես պետք է շփվել, իսկ ես համար նախատեսված է։ Ես արդեն 1-2 անգամ եմ տեսել։ Ձեր կասկածները, անհանգստությունները կարող է ստացվի, կարող է չստացվի, ձեզ ետ են պահում։ Իրականում դուք ժամանակ եք կորցնում։ Փորձեք ավելի շատ շփվել, հարգելիներս։ Իսկ զույգերի համար տեսնում եմ տուն։ Տուն եք ուզում գնել, տուն եք ուզում վաճառել, նոր տուն եք ուզում տեղափոխվել, միգուցե վարձով տուն եք ուզում տեղափոխվել ընտանիքից դուրս գալ, ծնողներից հեռանալ, միգուցե պարզապես ձեր տանը ինչ որ միջոցառում կա, ինչ որ շատ եք տանը անցկացնելու մի շաբաթ, որովհետև ինչ որ տանը միջոցառում կա, առիթ կա միգուցե։ Չեմ ուզում ասել պատճառը ավելի բացասական է հնչում, բայց ամառի արձակուրդը ամեն դեպքում միգուցե զույգերը որոշել են մնալ տանը։ Տեսնենք ինչ է նշանակում տունը։ Ինչ որ ասեցի արդեն տան համար հարգելի են զույգերի համար, բոլորն էլ ուժի մեջ է, տնից տուն տեղափոխվել, տանը միջոցառում ունեք, այդ բոլորը հնարավոր է։ Բայց ինչ կարող եմ ավելացնել եւս մեկ տարբերակ։ Գիտեք, այստեղ տեսնում եմ
Շատ գեղեցիկ զույգ եմ տեսնում, այսինքն զույգ եք դուք եւ ունեք ճանապարհ եք գնում միասին, Առաջինը փորձեմ խոսել ամուսնացածների մասին։ Եթե ամուսնացած եք, դուք զույգ եք, բավականին ջերմ եք եղել իր հանդեպ ինչ-որ ժամանակ, միգուցե նաև մի քիչ շրջագայել եք իրար հետ, բայց ինչ-որ վերջերս կոնֆլիկտներ են առաջացել, թեթևակի հարցեր եմ տեսնում, մեծ լուրջ խնդիր չեմ տեսնում, բայց իրականում տեսնում եմ կին, սա էլ տեսնում եմ տղամարդ, կինը մի տեսակ նեղված է ամուսնուց, մենակ է զգում իրեն, եւ այս գեղեցիկ ժամանակները տեսնում եք մնացել են ետևում։ Ինչ որ պատճառով, ինչ որ խնդիր է առաջացել, կինը մի քիչ դժգոհ է իր ամուսնուց։ Հարաբերությունները կարծես կանգնած են, իրականում փոփոխություն է պետք, բայց չկա, ամպերը կուտակված են, ընտանիքը կա, դեռ մնում է, այսինքն ես այստեղ ամուսնալուծություն չեմ տեսնում, մի տան մեջ էլ ապրում են մարդիկ, բայց կա ինչ-որ խնդիրներ։ Խնդիր կարող եմ ասել, որ կին իրականում անհանգիստ է, ուզում է հարաբերություններում ինչ-որ հարց լուծվի, նեղված է, փորձում է, կարծես թե ուզում է, ցանկություն ունի եւ ուզում է ընտանիքը պահպանել, այսինքն կինը ամեն ինչ ուզում է անել ընտանիքը պահպանելու համար։ Ճիշտ էլ անում է, ամեն փոքր վեճից չի կարելի իհարկե ընտանիք քայքայել, երբ հասկանում ես, որ պետք է հեռանալ, վերջնականապես արդեն կասկածներ չունես, բայց ես կողմնակից եմ։ Ինձ ամուսնությունը մի շատ վախեցնում է, բայց եթե որոշել ես ամուսնացել ես, պետք է ամեն ինչ անել ընտանիքը պահպանել։ Ինչքանով որ հնարավոր է։ Երբ հնարավոր չի, դե հնարավոր չի։ Տեսնենք էլ ինչ կասեն կարտերը, լրացուցիչ, ինչ որ խորհուրդ։ Տեսնենք եւս մեկ կարտ։ Շատ հետաքրքիր են կարտերը, խոսում են հարգելներս։ Լեզու ունենային, ես էլ չէի խոսի, կարտերը կխոսեն։ Տեսնում եք, հենց սկզբում սկսեց շփումով, վերջացավ նորից շփումով։ Հարգելի կույսեր, եթե ընտանիքում այսպիսի խնդիր կա ամուսնացած զույգերի համար, ես հետո կանդրադառնամ զույգերին, որոնք դեռ ամուսնացած չեն, իսկ ամուսնացածների համար, որ կինը նեղված էր ամուսնուց, շատ նմանատիպ կարտեր եմ տեսնում։ Երևի թե վիճում եք, զրուցում եք, վիճում եք, բայց միևնույն ժամանակ վախենում եք շատ խոսելուց, որտեղ վախենում եք ընդհանրապես հարաբերությունը ավելի վատանան առնետներով, այսինքն կարծում եք կարող է հարց չլուծվել, ամեն ինչ կարող է իրականում քանդվել։ Դրա համար երևի թե վախենում եք, խուսափում եք խոսակցություններից, չեք ուզում շատ խոսել, որովհետև մտածում եք, ահա դա վեճի վերածվի եւ իրականում ընտանիքը քայքայվի։ Ես տեսնում եմ այստեղ աստղեր, նորից տեսնում եմ միայնակ կնոջ կարտը, տեսնում եք կինը այստեղ ինչ որ կինը երևի ամուսնուց է սպասում ինչ որ խոսք, ինչ որ մի բան ամուսինը պետք է անի, քայլ պետք է անի, որովհետև կին իրականում ուզում է պահպանել իր ընտանիքը, ուզում է պահպանել իր հարաբերությունները։ Ես տեսնում եմ այստեղ կամուրջով, գիտեք, պետք է դուք մի էտապ պետք է անցնեք։ Սա բավականին դժվար ժամանակ էր, եթե հիշում եք, այստեղ ճակատագրական պահ էր, ճակատագրական որոշում, այսա կարող է զույգերին վերաբերել եւ ամուսնացած զույգերին։ Ինչ որ բան է տեղի ունեցել զույգերի մեջ, տղամարդու մեղքով ինչ որ խնդիր է առաջացել, այսա ճակատագրական վիճակ է։ Այ էտապը իվիճայլոց կարող է փոխվել, այ հիմա ձեր որոշումից է կախված, այ ձեր որոշումը տեսնում են, որ իրականում կին կա, որ չի ուզում ամուսնալուծվել, չի ուզում վիճել, բայց միևնույն ժամանակ ամուսնուց քայլի է սպասում, որպեսզի կարողանան հարցը լուծել։ Ես կարող եմ ասել կարտերով, որ իրականում հնարավոր է այս դժվարին փորձությունը կարող եք անցնել, հարգելիներս, այս տեսնում եք կամուրջի մյուս կողմը որ անցնեք, այս փորձությունը կանցնեք եւ կկարողանաք պահպանել ձեր ընտանիքը, բայց իրականում պետք է շփվել, պետք չէ վիճել, բայց պետք է շփվել։ Կարտերը սկսեցին թռչուններով, վերջացան թռչուններով, սա նույն տարբեր նկարներ են, բայց նույն կարտը նույն նշանակություն ունի, ձեզ պետք է զրուցել, պետք է բացատրվել, բայց ոչ վիճել։ Պետք չէ վիճել, պետք չէ ուլտիմատումներ դնել, եթե այսպես չանես, եթե կամ այսպես անես, այնպես ես քեզնից կբաժանվեմ, այդպես չէ։ Այսինքն վիճել պետք չէ, պարզապես պետք է խոսել, բացատրվել։ Իսկ իրականում հնարավոր է տարբերակ։ Դուք այս շրջանը փորձությունը կկարողանաք անցնել, պարզապես ձեզնից է կախված։ Տղամարդը ձեզ նեղացել է, հարգելի կանայք, կարծես թե ձեր ձեռքում է։ Ընտանիքի պահպանումը ձեր ձեռքերում է։ Իսկ եթե խոսում ենք զույգերի մասին, բայց ամուսնացած չեն, ես կարող եմ ասել, դե այստեղ ընտանիք քայքայվելու արդեն այլ խոսակցություն չի կարող լինել, բայց կարող եմ ասել, գեղեցիկ զույգ են եղել եւ նպատակ ունեին ամուսնանալու, գեղեցիկ հետաքրքիր ժամանակ էին անցկացնում, ինչ որ խնդիր առաջացավ, կինը մնաց մենակ, որովհետեւ նեղվել է տղամարդուց, կինը մտածում է, արժի շարունակել հարաբերությունները, թե չարժի։ Ինչ որ ժամանակ չի ուզում հանդիպել, բայց հույս ունի, որ փոփոխություն կլինի, ամպերը ցրվեն, գիտեք, ես վերջում տեսնում եմ ծառ, այսինքն այստեղ էլ կարող եմ ասել, էլի նույն բանը, զույգերի համար ճակատագրական բարդ որոշում կայացնելու, շարունակում եք ձեր հարաբերությունները թե ոչ, տվյալ դեպքում ավելի հեշտ է, որովհետև դուք դեռ զույգ եք, բայց դեռ ամուսնացած չեք, ընտանիք չեք քայքայում, իրականում տեսնում էլի այստեղ աղջիկը, կինը
իրականում դեռ ուզում է ամուսնություն, ուզում է շարունակել հարաբերությունները, պարզապես պետք է նախ ամպերը ցրվեն, այսինքն տղամարդը պետք է կարողանա հարցը լուծել։ Հարգելի ես ինձ որպես տարիքով ավելի հասունքին կարող եմ ասել, թե տղամարդը ինքը ուզենա հարաբերություններ փրկել, իրենից է կախված, ինքը կփրկի։ Իսկ եթե չի փրկի, ուրեմն Աստված իր հետ։ Դուք պետք է գնաք ձեր ճանապարհով։ Ես առայժմ տեսնում եմ, որ դուք փորձում եք, վերջնականապես չեք որոշել, որ հեռանում եք հարաբերություններից, եւ ծառով կարող եմ ասել, որ ինչ որ փրկել հարաբերությունները հնարավոր է, բայց ձեր ձեռքերում չէր, տղամարդուց էր կախված։ Աշխատանքում տեսնում եմ արջ։ Արջը նշանակում է վերադաս, նշանակում է պաշտոն, նշանակում է նաև, որ դուք աշխատանք ունեք։ Համենայնպես սա վերաբերում է այն կույսերին, որոնք ունեն աշխատանք։ Միգուցե բավականին վաղուց եք աշխատում, հասուն տարեքում եք, շատ փորձված եք ձեր գործում, լավ մասնագետ եք, շատ հանգիստ, այսպես տնավարի եք ձեր զգում ձեր աշխատանքի վայրում։ Եթե դուք վերադաս եք, դուք այսպես որոշումներ եք կայացնում, շատ լավ եք զգում։ Իսկ եթե դուք վերադաս չեք, պարզապես աշխատում եք ինչ որ մեկի համար, ինչ որտեղ, ապա ձեր վերադասի հետ բավականին շատ շփում կլինի հաջորդ շաբաթ։ Այո, կարող եմ ասել, տեսնում եք, այստեղ երկու տղամարդ եմ տեսնում, այստեղ այո, ինչ որ խորհրդակցում են, զրուցում են, ինչ որ նոր պլանների մասին, ես տեսնում եմ, որ խոսում էին, բավականին երկար ժամանակ ինչ որ հարցեր են քննարկվել եւ փորձում եք այդ խնդիրներին լուծում տալ, բանալին տեսնում եմ, կարծում եմ, որ դուք իսկապես լավ մասնագետ եք, հարգելի կուսերկուսերը շատ պրակտիկ մարդիկ են, շատ այսպես խելացի, շատ լոգիկան աշխատացնող, այսինքն աշխատանքի մեջ իրենք մի քիչ դանդաղ են աշխատում, բայց բավականին լավ աշխատող են, որտեղ մանավանդ պերֆեկցիոնիստ են իրենք, այսինքն ամեն ինչ անում են շատ լավ, եթե անում են, շատ լավ են անում։ Այ ես կարծում եմ դուք լավ մասնագետ եք, մարդիկ ձեր խորհրդի կարիք ունեն, որտեղ բանալին տեսնում եմ ձեզ հետ խորհրդակցելն է ինչ որ հարցերի համար։ Դուք կխորհրդակցեք, ձեզ էլ օգնողներ կան, արևով տեսնում եմ շատ հաջող։ Այսինքն ինչ հարցեր որ լինի աշխատանքի հետ կապված, շատ լավ եմ տեսնում։ Ես ել եմ ասում, եթե դուք աշխատանք եք փնտրում, աշխատանք ես աշխատավարձ եմ տեսնում, այստեղ կգտնեք աշխատանք, բավականին ձեզ կգնահատեն, ձեր տարիների փորձը, որտեղ այդտեղ հասուն մարդիկ եմ տեսնում, արևով ամեն դեպքում շատ լավ է։ Աշխատանքի հետ կապված ինչ հարցեր էլ որ ունեք, հարգելներս, շատ դրական եմ տեսնում։ Եվ դուք եք օգնում, ձեզ հաշվի են առնում, եւ ձեզ են օգնում։ Իսկ այ ֆինանսներում տեսնում եմ կորուստներ։ Գիտեք, ֆինանսներում կարող եմ ասել, այս երկու կարտը միասին բավականին բացասական է, այնքանով որ ձեզից անկախ ինչ է եղել չեմ կարող ասել, բայց ինչ որ ծախսեր են ավելացել։ Կանխատեսված չէին ծախսերը, լրացուցիչ մի տեսակ գլխացավանք ու ծախսեր են առաջացել։ Տեսնենք։ Ինչ կմանրամասն կարտելը։ Հարգելիներս, բավականին շատ կերպարներ եմ տեսնում։ Իրականում շատ սա էլ տեսնում եմ ֆինանսներ։ Գիտեք, մարդիկ կան, որ ձեզ կօգնեն, խորհուրդ կտան, չգիտեմ, դրսից էլ եթե բարեկամ ազգական ունեք, օտար երկրում ձեզ կարող են ֆինանսապես օգնել։ Ես տեսնում եմ ճգնաժամ կա, անկախ ձեզնից ինչ որ հարց կա, միգուցե հեռու տնից տեղից տարիքով, որտեղ տարիքով մարդիկ եմ տեսնում, տարիքով մեծ պապիկ կարող է ինչ որ մեկը կյանքից հեռանում է եւ ձեզ ֆինանսական ծախսեր են առաջացնում, ես տեսնում եմ, որ բավականին տարիքով շատ մեծ մարդ պետք է լինի, հարգելիներս, ես տեսնում եմ երկու ծերունի եմ տեսնում այստեղ, երիտասարդներին բացարձակ չի վերաբերում։ Ես տեսնում եմ, որ կարող են ձեր բարեկամները եւ դրսի եւ ներսի կարող են ձեզ ինչ-որ ֆինանսապես օգնել։ Ամեն դեպքում ինչ պատճառել որ լինի, ինչ այսպես լրացուցիչ ծախսեր են առաջացել, բավականին մարդիկ կան ձեր կողքին եւ ձեզ օգնում են։ Բոլորը կերպարներ եմ տեսնում, սա էլ վերջում տեսնում եմ սիրտ, դե եթե տխուր պատճառը չեմ կարող ասել սիրտ ուրախ եք, պարզապես ձեր հարցը լուծվում է մարդկանց միջոցով, ձեր հարազատ բարեկամների միջոցով։ Հետաքրքիր կարտ եմ տեսնում, շատ խորը փիլիսոփայական խորհուրդ որպես բոլոր կույսերի համար։ Ժամացույց եմ տեսնում, հարգելիներ, ժամացույցը նշանակում է, որ ամեն ինչ ժամանակավոր է։ Տխրությունն էլ է ժամանակավոր, դժբախտաբար ուրախությունն էլ է ժամանակավոր լինում, բայց ավելի կարևոր է որ տխրությունը ժամանակավոր լինի։ Այդ ճակատագրով ասում է, ինչ որ հարց է լինում, ինչ որ հարց կառուցելու, ինչ որ անհանգստություն, ինչ որ խնդիր կարող է մի փոքր խնդիր առաջանալ, լուրջ մեծ այսպես ողբերգություններ անկեղծ ասած չէի տեսնում, բայց կարող եմ ասել, որ ժամանակավոր է, ամեն ինչ ժամանակավոր է կանցնի, այս պահն էլ կանցնի, դուք շատ լավ էլ կհաղթահարեք։ Մյուս կողմից ինչ որ հարց կա, եթե ձեզ համար շատ կարևոր հարց կա, ճակատագրականի մասին չի խոսքը, ժամանակն է։
արդեն ժամանակն է հարցը լուծելու։ Օրինակ միայնակների համար ժամանակն էր այս կասկածելի, այս անվստահ վիճակից դուրս գալու, շարժվելու առաջ մարդկանց հետ դուրս գալ, շփվել, ավելի բաց լինել հարաբերությունների, ավելի վստահել մարդկանց եւ վստահել ինքներդ ձեզ։ Ինչ որ մի բանի համար արդեն ժամանակը հասունացել է։ Իսկ ամեն կույս ինքը կհասկանա ինչն է, ինչի համար է ժամանակը ձեզ համար հասունացել։ Ինչ որ միգուցե քայլ պետք է անեք, որոշում կայացնեք, տղամարդ օրինակ զույգերում ինչ որ խնդիր էր առաջացել, միգուցե ժամանակն է բացատրվել, զրուցել ձեր կնոջ կամ ձեր ընկերուհու հետ, որպեսզի կարողանաք հարցերը լուծել։ Ամեն դեպքում բոլոր կույսերն իրեն կհասկանան, ինչ նշանակություն ունի ձեզ համար ժամանակը։ Եթե խնդիրներ կան ժամանակավոր է, իսկ եթե ժամանակը հասունացել է ինչ որ քայլ անելու, ապա դուք ինքներդ կարող եք հասկանալ ինչի մասին է խոսքը։ Դա պարզապես խորհուրդ կարտերից հարգելիներս։ Ձեզ հաջող շաբաթ եմ ցանկանում։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում կշեռքներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար աշխատանք եւ ֆինանսներ։ Այժմ եւս մեկ կարտ, որպես խորհուրդ բոլոր կշեռքներին անկախ տարիքից, ամուսնության կարգավիճակից, հաջորդ շաբաթվա համար օգոստոսի 16-ից 22-ի համար։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ գիրք, հարգելի կշեռքներ։ Սա նշանակում է ինչ-որ մի նոր բան կիմանաք հաջորդ շաբաթ, ինչ-որ մի նոր նորություն կգա։ Դա ձեզ կարող է ուրախացնել, դա կարող է ձեզ զարմացնել, ես տխուր կարճ չեմ տեսնում իրականում։ Կարող է ինչ-որ նոր ինֆորմացիայի աղբյուր, կարող է հասկանալ, օրինակ ինչպես կարող եք ձեր ֆինանսներն ավելացնել, 10-ով կարող եմ ասել, դա կարող է լինել առատություն, դա կարող է լինել ֆինանսների ավելացում, նոր աղբյուր գտնեք, ինչպես կարող եք գումար վաստակել, կարող է պարզապես ինչ-որ գաղտնիք բացվել, ինչ-որ մեկի մասին ինչ-որ բան իմանաք, էլ եմ ասում, ոչ մի բացասական բան մի կարտով չեմ կարող ասել, ինչ-որ գաղտնիք կբացվի, ինչ-որ մի նորություն կիմանաք։ Մյուս կողմից նրանք, ովքեր սովորում են, շատ կզբաղված կլինեն իրենց դասերով եւ իրենց կրթությամբ։ Նաեւ միգուցե դուք պետք է ինչ-որ մի նոր բան պետք է սովորեք, հաջորդ շաբաթ դուք կհասկանաք, ինչ-որ մի նոր բան է պետք սովորել աշխատանքի վայրում միգուցե։ Միայնակների համար տեսնում եմ ձիավորը գալիս է, լուր է բերում, ինչ-որ մարդ է գալիս ձեր տուն, կամ ձեր կյանք, այդպես էլ կարող եմ ասել, ինչ-որ մեկը գալիս է ձեր կյանք եւ ինչ-որ մեկը բերում է իր հետ նորություն։ Իրականում սրտերը շատ լավ նորություն են, միգուցե պարզապես մեկը կհայտնվի ձեր կյանքում։ Տեսնենք։ Չարժի սրանից ավել կարդ անել, հարգելիներս, տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, հարգելի կշեռքներ։ Մարդ է գալիս ձեր կյանք, ինչ որ մի նոր մարդ է գալիս, մարդը կարող է լինել կին, կարող է լինել տղամարդ, անկախ նրանից կշեռքին նայում է տղամարդ թե կին։ Այսինքն նոր մարդ կարող է գալ, տեսնում եք, այս արևը ինչ որ լուր կարող է գալ, սա էլ մատանի, դուք վերջո կարող եք զույգ դառնալ, կամ կարող է նույնիսկ ինչ որ մեկը գալ ձեզ եւ առաջարկություն անել, եկեք հանդիպենք, փորձենք, միգուցե մենք կարող ենք ի վերջո ընտանիք կազմել։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, անպայման փորձեք, եթե հաջորդ շաբաթ ինչ որ մեկը կլինի, որ ձեզ առաջարկություն կանի հանդիպելու, շփվելու, լուր կստանաք։ Կարող է ինչ որ մեկին արդեն ճանաչել եք, պարզապես ինչ որ ժամանակ կապ չի եղել, չեք էլ պատկերացրել, որ այս մարդը ձեզ նկատմամբ անտարբեր չէ, լուրը գալիս է, փորձում եք հանդիպել, շատ հոյակապ կարտեր եմ տեսնում, անպայման տվեք հնարավորություն եւ ձեզ եւ այդ մարդուն, իրականում հնարավոր է դուք հաջորդ շաբաթ ինչ որ կարեւոր մի անձի հետ հանդիպեք, հարգելիներս։ Տեսնում եմ բանալի զույգերի համար, հարգելի կշեռքներ, բանալին շատ գեղեցիկ կարտ է, ինչը նշանակում է դուք կգտնեք տարբերակ։ Գտնեք տարբերակ ինչպես լուծել հարց, եթե հարց կար լուծելու։ Տեսնում եք, այսպես գրքով կարող է գաղտնիք բացվել, ինֆորմացիա գալ, սա էլ բանալին, եւ սրանք կարող են միասին աշխատել։ Այսինքն ձեզ համար, եթե ինչ որ հարց կարել եմ ասում, զույգերի համար ինչ որ հարց կար լուծելու, դուք ձեզ համար հաջորդ շաբաթ կպարզեք ինչպես կարող եք ձեր հարցը լուծել։ Զույգերը կարող են լինել ամուսնացած, չամուսնացած։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը, ինչ հարց են լուծում։
կշեռքները եւ ինչ ինֆորմացիա են բարձում իրենց համար։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի կշեռքներ, տեսնում եմ խաչ, տեսնում եմ միայնակին է ղարի տուզ եւ ղարի 9 է այստեղ խարսխի կարտով։ Մի քիչ ավելի այսպես բացասական բարդ կարտեր են հենց սկզբում։ Այսինքն կարող եմ ասել զույգի դե զույգի մասին է այստեղ խոսքը, ամուսնացած կամ չամուսնացած նշանակություն չունի։ Ես տեսնում եմ ինչ որ երկար ժամանակ է աղջիկը մի քիչ վստահ չի զգում իրենց հարաբերություններում, ինչ որ տխրություն կա եւ իրենից կախված չէ, սա ինչ որ բան եղել է, ինչ որ ճակատագրով ինչ որ բան է եղել զույգերի մեջ, աղջիկը այսպես իրեն նեղված է զգում շատ եւ մտածում է հեռանալու մասին իրականում։ Բավականին երկար ժամանակ է մտածում է, քանի դեռ զույգ է, իսկ ես նայում զույգերի համար, դա դեռ չի հեռացել։ Ինքը դեռ որոշում չի կայացել, բայց ես տեսնում եմ, որ բավականին դժգոհ է իր զույգից։ Այ բանալին փորձում էր լուծում գտնել։ Գիտեք, հարգելիներս, ես հետո շատ հաջող կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ, որ ձեզ պետք է հանդիպել իրականում, պետք է ժամադրության գնալ, պետք է ձեզ զույգի հետ հանդիպել, եթե հատկապես ամուսնացած չեք, միգուցե ընկերների հետ, պարզապես գիտեք, ընկերաբար պետք է նստել զրուցել, պետք է անկեղծ լինել, այդպես կարող եմ ասել, շունը նշանակում է սիրտ, այսինքն ավելի անկեղծ, սրտներդ բաց եղեք։ Եթե դուք կասկածներ ունեք, ձեր վստահ չեք ձեր զույգի վրա, ես չեմ տեսնում տղամարդ չեմ կարող ասել ինչ որ բան արել է, պատճառը ինչու՞մն է, ինչու եք դուք տխուր։ Միգուցե դուք վստահ չեք ձեր զգացմունքների վրա, դուք չեք սիրում իրեն։ Միգուցե պետք է մարդուն անկեղծորեն շատ ընկերաբար ասել, մինչև թողնել հեռանալը ձեր կյանքը նորից ուզում եք մեկ այլ մարդու հետ շարունակել։ Ես այդպես եմ տեսնում։ Այստեղ ամուսնացած զույգ ճիշտ ասած չեմ տեսնում, որտեղ ամուսնացածների համար բավականին բարդ է, բայց զույգերի համար էլ եմ ասում, աղջիկը ինչ որ ժամանակ վստահ չի զգացմունքների վրա, կարտերը հուշում են պարզապես հանդիպեք, պարզապես զրուցեք, փորձեք անկեղծ լինել մարդու հետ։ Անկեղծ եղեք, մարդուն չեք սիրում, միգուցե այդպես կարտերն են խորհուրդ տալիս հարգելիներս, եւ եթե դուք այդ հարցն էլ ձեզ համար լուծում եք գտնում, լուծում եք փնտրում, մի շաբաթ դուք ինքներդ կհասկանաք ինչ անել։ Իսկ կարտերը իրենց կողմից ձեզ խորհուրդ տվեցին։ Աշխատանքի հետ կապված տեսնում եմ կորուստ։ Աշխատանք եք կորցնում կամ միգուցե արդեն կորցրել եք, մյուս կողմից միգուցե դուք եք թողնում աշխատանքից հեռանում, եթե աշխատանքը ձեզ դուր չի գալիս։ Տեսնենք ինչ կմանրամասնեն կարտերը։ Շատ հետաքրքիր։ Կորստից հետո տեսնում եմ գեղեցիկ կարտեր, հարգելիներս։ Նրանք հատկապես ովքեր աշխատանք են կորցրել, շատ հոյակապ կարտեր եմ տեսնում։ Ձեզ լուր կգա, ինչ որ մեկը ձեզ կհրավիրի աշխատանքի, աշխատանքը կկնքվի, պայմանագիրը կկնքվի, վերջնականապես համաձայնության կգաք, սա էլ ծառը առաջխաղացում անպայման աշխատանք կգտնեն։ Նրանք, ովքեր աշխատանք արդեն կորցրել էին, չունեին։ Նրանք, ովքեր ուզում են աշխատանքից հեռանալ, որովհետև դժգոհ են իրենց աշխատանքից, հարգելիներս, ձեզ աշխատանքի նոր աշխատանքի առաջարկություն կլինի եւ շատ լավ առաջարկություն կլինի։ Միգուցե արժի հեռանալ, միգուցե սպասեք մինչեւ առաջարկությունը գա, դիմեք այլ վայրեր, փնտրեք աշխատանք, իրական շատ հաջող եմ տեսնում։ Տեսեք, հաջողությունը գալիս է կորուստից հետո։ Այսինքն կամ դուրս եք կորցրել եք աշխատանք հետո եք գտնում, կամ եթե ուզում եք մտածում եք, դուրս եկեք, գնացեք։ Լավ գործից էլ եմ ասում, մարդը չի հեռանում վատ գործից։ Այսպեսի գեղեցիկ կարտեր են սպասում ձեզ։ Նոր աշխատանք, առաջխաղացում, շատ լավ է, հոյակապ է։ Ֆինանսներում տեսնում եմ իրականում ճանապարհը բաց է, աստղեր ինչ որ նպատակներ, ցանկություններ ունեք եւ տեսնում եմ առանձնապես խոչընդոտներ չկան ձեր ճանապարհին։ Իսկ գրքով կարող եմ ասել ձեր տրամադրություններ, դուք տարբերակներ եք փնտրում ձեր ֆինանսների, ասում եք, չէ, կարող եք ինչ որ տարբերակներ գտնել ինֆորմացիա, ինչպես կարող եք ձեր ֆինանսներն ավելացնել։ Որտեղ 10-ը կարող է նաեւ ֆինանսներ նշանակել։ Տեսնենք, ինչ է կատարվում ֆինանսների հետ։ Ինչ է կատարվում ֆինանսների հետ։ Ես այստեղ բավականին կերպարներ եմ տեսնում, եւ կանայք եմ տեսնում, եւ տղամարդիկ եմ տեսնում։ Տեսնում եմ ամպեր են կուտակված։
ինչ որ ֆինանսական ամեն դեպքում խնդիրներ կան, ամպերը շատ մեծ լուրջ խնդիրներ չեն, պարզապես ինչ որ անհանգստություն կա, միգուցե ծախսեր ունեք լրացուցիչ, տեսնում եմ այստեղ փոփոխության կարտը, միգուցե ուզում եք գնալ ճամփորդել, գիտեք, այստեղ երազանքների կարտը ֆինանսի հետ կապված, ինչ որ երազանքներ, ցանկություններ ունեք, իսկ ցանկությունը կարող է ուզում եք գնալ պարզապես ճամփորդել, լավ ժամանակ անցկացնել, եւ դրա համար ձեզ ֆինանսներ են պետք, սա էլ ֆինանսներն եմ տեսնում, փորձում եք ֆինանսներ ապահովել ձեր ճամփորդության համար, ուզում եք շատ ցանկություն ունեք գեղեցիկ վայրեր այցելելու, բայց ֆինանսներ դրա համար պակաս ֆինանսներ չկան, այսինքն բավարար գումարներ տեսնում եմ չկան։ Հարգելիներ, շատ շփվեք տարբեր մարդկանց հետ, հանդիպեք, ծանոթներն են, բարեկամ են, ազգական, ովքեր են չեմ կարող ասել, բայց իրականում տեսնում եմ, որ ճանապարհը բաց է, դուք շատ ուզում եք ինչ որտեղ եք ուզում գնալ, եւ իրականում մարդիկ ձեզ կօգնեն, կկարողանաք։ Ես տեսնում եմ գեղեցիկ շփում, ես տեսնում եմ ժամանցի վայրեր, տեսնում եմ լավ ժամանակ եք անցկացնում, այսինքն հնարավոր է։ Իսկ ֆինանսական հարցը դուք կկարողանաք լուծել։ Ես չգիտեմ ինչու էր ամպեր կուտակված, միգուցե մտածում եք ճիշտ եմ անում, սխալ եմ անում, իրականում ինչու ձեր հաճույքի համար ճիշտ եք անում, եթե գումար վաստակում եք, պետք է նաև ծախսեք։ Իսկ եթե դրանց ճանապարհությունից վերանանք, ձեր ցանկությունների համար ձեր գումարներ էին պետք, դուք տեսնում եք, որ անհանգիստ եք, գումար կկարողանաք, իսկ ես տեսնում եմ, որ կկարողանաք, որում եւ դրսից ձեզ գումար կգա, եթե դրսում բարեկամ ունեք, որ կարող է օգնել, սա էլ ձեր ֆինանսներն են, իսկ բավական ավելի շատ գումար է պետք, քան դուք աշխատում եք։ Եվ մի փոքր խնդիրը երևի դրանում է, տեսնում եմ, փորձում եք, շփվում եք, մի քիչ պակասում է, միգուցե գումարի մի մասը եկել է, գիտեք, այսպես կարող է, միգուցե եւ դրսից ինչ որ մեկը ձեզ մի քիչ գումար ուղարկել է, պարզապես ձեզ ավելին է պետք, իսկ ես տեսնում եմ, որ շարունակեք շփվել, ավելի շատ մարդկանց դիմել, որտեղ ի վերջո այս կարտով կարող եմ ասել, ձեր ողջ գումարը կկարողանաք հավաքել ձեռք բերել հարգելիներս, ճանապարհը բաց է։ Ինչ եմ տեսնում որպես խորհուրդ, տեսնում եմ տուն։ Տունը այն վայրն է, որտեղ մենք շատ հարմարավետ ենք զգում։ Հարգելի կշերտներ, կարող եմ ասել, որ կան մարդիկ միգուցե չափից ավել շատ են անցկացնում տանը ժամանակ, շատ եք ձեր կոմֆորտի մեջ, ձեր այսպես հարմարավետության գոտուց դուրս չեք գալիս, օրինակ կարող եմ ասել միայնակների համար, մի քիչ երևի ձեզ կարտերի խորհուրդն է, այս իզից չեմ ասում, որտեղ ես չեմ ճանաչում ձեզ, հա, եթե կան այդպիսի մարդիկ, իրականում տանը շատ հարմար է, շատ լավ է, բայց դրանով ընդհանրապես հարցեր չեն լուծում։ Ես տեսնում եմ կարտերի մեծ մասը խորհուրդ են տալիս շատ շփվել, ֆինանսների հետ էլ կապված էր կարա շատ շփում, առհասարակ պետք է տնից դուրս գալ, պետք է շփվել։ Եթե որոշ կշերտների համար տան հետ կապված ինչ որ հարցեր կան, ապա հաջորդ շաբաթ դրանք կլինեն կարևոր, ուզում եք միգուցե տուն գնել, միգուցե ուզում եք տուն վաճառել, միգուցե որոշ մարդիկ ուզում են տնից տուն տեղափոխվել, դա բավականին կարևոր կլինի ձեզ համար։ Իսկ տեսնենք 1-2 կարտով իրականում էլ ինչ կարող են հուշել։ Մի կարտով տունը, գիտեք, 4 պատ եմ տեսնում։ Շատ նմանատիպ կարտեր եմ տեսնում, ինչ որ մինչև այդ ասեցի, հիշում եք, այստեղ էլ նավակ կար, գումարները կանգնած են։ Սա կարող է լինել նաև ինչ որտեղ ֆինանսների հետ կապված, միգուցե չեք ճամփորդում, միգուցե ուզում եք տուն գնել, տնից տուն տեղափոխվել, տան հետ կապված ինչ որ ծախսեր կան։ Ես տեսնում եմ այստեղ ընտրության կարտը, պետք է ընտրություն կատարել, ֆինանսները կանգնած են, շատ շփում պետք է լինի, շատ դիմեք, խոսեք մարդկանց հետ։ Ես չգիտեմ, հարգեն, այս կարտերն են հուշում, ես իզից չեմ ասում։ Ես տեսնում եմ, որ իրականում տարբերակներ կլինեն։ Կկարողանաք ձեր իրականում նավը տեղից շարժել։ Պարզապես շփման մեջ է, պետք է ճիշտ մարդկանց միգուցե դիմել, ընտրության որոշումներ պետք է կայացնել։ Ես կարծում եմ պետք է մարդկանց դիմեք, ովքեր կարող են ձեզ օգնել։ Այստեղ էլ էի տեսնում հանդիպումներ։ Դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել։ Իսկ մարդիկ, ովքեր ունեն խնդիրներ եւ չեն կարողանում լուծել, էլ եմ ասում, այդ հարմարավետության գոտին ոչ մեկ չի սիրում գնալ ուրիշներին ինչ-որ բաներ խնդրել, իրականում այդպես կարող եմ ասել, եթե դուք տուպիկի մեջ եք, 4 տունը կարող է նաև այդպես նշանակել, 4 պատի մեջ ինչ որ խնդիր ունեք եւ ինքնուրույն չեք կարողանում լուծել, այ որոշում ունեք, չեք կարողանում որոշում կայացնել, ցանկացած հարցի վերաբերյալ հարգելիներս, նաև ֆինանսի հետ վերաբերյալ, զրուցեք մարդկանց, մարդիկ կկարողանան ձեզ օգնել, միշտ կլինեն մարդիկ կամ հաջորդ շաբաթ հատկապես, ովքեր կկարողանան ձեր հարցերը լուծել։ Եթե միայն չեք կարողանում, տուպիկի մեջ եք հայտնվել, դիմեք մարդկանց, ձեզ կօգնեն։ Ձեզ հաջող շաբաթ եմ ցանկանում, հարգելի կշարքներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում կարիճներին հաջորդ շաբաթ, օգոստոսի 16-ից 22-ը։
Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար աշխատանք եւ ֆինանսներ։ Եվս մեկ կարդ որպես խորհուրդ բոլոր կարիչների համար։ Տարիքով մեծ եք, փոքր եք, ամուսնացած եք, ամուսնալուծված եք, միայնակ եք, նշանակություն չունի։ Մի կարդ որպես խորհուրդ բոլոր կարիչների համար։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ երեխա արգելի կարիչներ, ինչ որ փոփոխություն, ինչ որ մի նորություն կլինի ձեզ համար հաջորդ շաբաթ։ Երեխան դե շատ ցանկալի փոփոխություն է, հուսով եմ կան մարդիկ, ովքեր կպարզվի հաջորդ շաբաթ, որ հղի են երեխա են սպասում։ Միգուցե շատերը շատ ժամանակ անցկացնեն երեխաների հետ, տատիկները հավանաբար թոռնիկների հետ։ Մյուս կողմից, եթե երեխաների հարցը չլինի, պարզապես կարող է լինել փոփոխություն, ինչ որ մի նոր հետաքրքիր բան կարող է փոխվել ձեզ համար հաջորդ շաբաթ։ Այ միայնակները ինչ որ լուրի են սպասում եւ լուրը չի գալիս բավականին երկար ժամանակ, կարող է լուրը հերվից են սպասում, կարող է պարզապես հերվից չէ, պարզապես լուրը ուշանում է։ Այ երեխայի կարգով կարող եմ ասել տրամադրությունը դուք փոփոխություն եք սպասում, ինչ որ նորության եք սպասում, լուրի եք սպասում, լուրը չի գալիս։ Այդ ձեր տրամադրությունը այդպեսի սպասողական վիճակ, իսկ երեխաները անհամբեր են, չէ՞։ Կարծես թե ձեր անհամբերությունն էր, որովհետեւ ինչ որ լուրի եք սպասում։ Երկու կարդ միասին էլ դուրս եկավ հարգելներս։ Ես տեսնում եմ, որ դուք իզուր չի որ սպասողական վիճակում եք եւ ինչ որ լուրի եք սպասում հարգելիներս։ Ես տեսնում եմ բավականին երկար ժամանակ է որ մարդիկ այստեղ մենակ են կարիչները, ովքեր որ մենակ են, եւ բավականին երկար ժամանակ է միգուցե ինչ որ լուրի են սպասում։ Հաջորդիվ տեսեք, դա երկու ղառեր, որ տեսնում եմ, մնացած բոլորը շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում հարգելներս։ Իրականում ինչ որ բան կպարզվի ձեզ համար, այդ փոփոխությունը կարող է լինել նորությունը, այ գրքը կարող է ասել ինֆորմացիա, ինչ որ նորություն, ինչ որ սպասում եք, ի վերջո կգա, ուշացումով, բայց կգա։ Ես այստեղ տեսնում եմ ինչ որ իմաստուն մարդու կարտ, ինչ որ մեկը ձեզ խորհուրդ է տալիս, ուղղություն է ցույց տալիս միգուցե։ Ես այստեղ տեսնում եմ ճանապարհի մեջտեղում եք հայտնվել, ինչ որ որոշում պետք է կայացնեք։ Որոշումը կարող է լինել իմիջիալոց ինչ որ փոփոխության մասին, չգիտեմ ձեր կյանքում ինչ է, ուզում եք ձեր արտաքինը փոխել, սանրվածք եք ուզում փոխել, ինչ որ բան եք ուզում փոխել եւ ինչ որ մեկը ձեզ խորհուրդ է տալիս։ Դուք պետք է որոշում կայացնեք։ Միգուցե պարզապես ճանապարհորդության եք գնում, միգուցե տուն եք փոխում, բայց ինչ որ փոփոխության մասին է խոսքը։ Ես տեսնում եմ դրանից հետո ծառ եւ դրանից հետո տեսնում եմ տղամարդ։ Ինչ որ հետաքրքիր բան կփոխվի ձեր կյանքում հարգելի կարիչներ, որոշ միայնակ կարիչների համար։ Գեղեցիկին եմ տեսնում, ծառ եմ տեսնում, տղամարդ եմ տեսնում։ Շատ հետաքրքիր է, տարբեր միակը հարցն այն է, որ մարդիկ դեռ տարբեր կողմեր են նայում, որովհետև իրենք դեռ զույգ չեն։ Գիտեք, կարող է երկու հոգի գաղտնի իրար հավանում են, երկուսն էլ ուզում են միասին ընտանիք կազմել, պարզապես մարդիկ չգիտեն, չեն խոսում, հաղորդակցություն չկա իրանց մեջ, այ միգուցե հաջորդ շաբաթ փոխվի դա։ Փոխեք, հարգելի կանայք, տղամարդիկ, եթե տղամարդը գլխի էլ չի ընկնում, որ դուք իրեն նկատմամբ անտարբեր չեք, պարզապես ծանոթ եք, շփվում եք, միգուցե ինչ որ ձևով հասկացնեք, հարգելներս, ամեն ինչ պետք չէ տղամարդկանց ուսերին թողնել, եթե կարիճը դուք եք։ Իսկ եթե տղամարդուն է, տղամարդը կա իր մտքում ինչ որ մի կին կա, որի հետ ուզում է շարունակել հարաբերությունները, կարիճները բավականին տաքարյուն կրկոտ մարդիկ են, ես իրենց համեստ, այսպես ամաչկոտ չեմ տեսնում։ Հարգելի տղամարդիկ, ամեն ինչ ձեր ձեռքում է, շատ գեղեցիկ շանս եմ տեսնում, գեղեցիկ կարտեր, հաջորդ շաբաթ աշխատեք մի լուր ուղարկել, մարդիկ վերջապես լուրի են սպասում, փորձեք լուրն ուղարկել, հանդիպել, ես շատ հետաքրքիր ապագա եմ տեսնում ձեզ։ Զույգերի համար տեսնում եմ բանալի։ Բանալի նշանակում է ինչ որ հարց կարող է ձեզ համար լուծվել։ Ինչ որ հարցի, եթե հարց կար, խնդիր կար զույգերի, անկախ նրանից ամուսնացած զույգ եք թե ոչ, դուք ինչ որ հարցի լուծում եք փնտրում, իսկ հաջորդ շաբաթ հավանաբար կգտնեք բանալին ինչպես լուծել այն։ Հարգելի կարիչներ, ես ինչ կարտեր եմ տեսնում ես զույգերի 4 կողմը, ես ինչ բացասական կարտեր, ես ումով եք դուք, ես ում հետ եք դուք այսպես ապրում, ովքեր են ձեզ շրջապատում, հատկապես նրանք, ովքեր ամուսնացած են, շատ բացասական կերպարներ, էլ աղվես եմ տեսնում, էլ տեսնում եմ օձ, էլ տեսնում եմ առնետներ, ելս էլ վիճաբանություն, ես տեսնում ամպեր են կուտակված, ու բոլորը խաչ, այսինքն այստեղ ձեր ամուսնու կողմի բարեկամները, կիսուր, կեսրար, տալ, տեքր, չեմ կարող ասել ովքեր են, բավականին բարդ կերպարներ եմ տեսնում, ինչ որ լուրջ բարդ հարաբերությունների մեջ եք, այ բանալին երևի դա է, ինչպես կարողանաք այդ հարցը լուծել։ Այսքանի դեմ ես բավականին է շատ 5 կարտ, բացասական կարտեր եմ տեսնում։
Գիտեք, ես չեմ կարող ասել դա ձեր զույգն է, թե պարզապես իր ընտանիքի անդամներն են, որտեղ կոնֆլիկտներ եմ տեսնում բավականին, եւ դրանից հետո տեսնում եմ բավականին հետաքրքիր կարտեր, ինչը ինձ հուշում է հարգելներս, միգուցե պետք է հեռանալ, ուղղակի դուրս գալ տնից գնալ առանձին ապրեք։ Կարտերն են հուշում, ես ինձնից չեմ ասում, որտեվ այսպիսի բոլորից, եթե ուզում եք ընտանիքը պահպանել, իսկ դուք զույգ եք, ես չեմ տեսնում, որ դուք ուզում եք ձեր ընտանիքը քանդեք։ Պարզապես կոնֆլիկտ է, շրջապատի մարդիկ, միգուցե շապից ավել մեծ ընտանիք են, գալիս են անդադ խառնվում են ձեր ընտանեկան հարցերին։ Հարգելիներս, ես տեսնում եմ, որ հեռանում է, տեսնում եք, ձիավորը հեռանում է։ Գլուխը տնկած հեռանում, փախնում է բոլորից։ Ես տեսնում եմ բավականին լավ ժամանակներ են ձեզ սպասում, այդ ինչ որ կանգնել էր հարաբերությունն ինչ խնդիրներ ունեիք, արևով դուրս կգայք, պետք է ձեզ հեռանալ այս մարդկանցից։ Տեսեք, եթե ամուսնացած եք, ես հատկապես ամուսնացածների հետ էի տեսնում, տարբերակը տեսնում եմ հեռանալն է այդ մարդկանցից, բայց ես չեմ կարող ասել զույգից հեռանալ, իմիջայլոց, որովհետև ես ծաղիկներով կարող եմ ասել, որ այսպես ամուսինները չեն բաժանվում, ծաղիկները նշանակում է դուք ամուսին ընտանիք պահպանում եք, այդ բոլոր մարդկանցից եք հեռանում։ Իսկ այն ինչ որ կանգնել են խնդիրներ կային, իրականում արևով շատ լավ կլինի, արդեն ասեցի։ Իսկ եթե ամուսնացած չեք, այսպեսի ընտանիք եք հարս գնալու, ոչ երանի ձեզ հարգելներս, միգուցե նախորդ պայմանավորվեք ձեր ապագա ամուսնու հետ, որ եթե ամուսնանում եք, ուզում եք առանձին ապրել, որտեղ իրականում ես տեսնում եմ բավականին հաջող կարտեր վերջում։ Շատ կարող է մարդիկ դժգոհ լինի, կարող է դրացից ավելորդ ծախսեր լինի ձեզ համար, բայց արևով տեսնում եմ դա հաջող կլինի։ Եթե ուզում եք զույգ եք ընտանիքը պահպանել կամ ընտանիք դառնալ, այդ բոլոր կոնֆլիկտային մարդկանց հետ այդ մարդիկ ձեր շրջապատում, ճիշտ ասած, ես չեմ տեսնում։ Ձեր որոշումն է հարգելներից։ Աշխատանքում տեսնում եմ տուզ եւ տեսնում եմ մատանի։ Նշանակում է, եթե նոր աշխատանքի, եթե հիշում եք, ասած ինչ որ նորություն, փոփոխություն կարող է լինել, որոշ մարդիկ նոր աշխատանքի առաջարկություն են ստացել, աշխատանքը իրականում կստացվի, պայմանագիրը կկնքեք, համաձայնության էլ կգաք հարգելներս։ Իսկ եթե բիզնես կոնտրակտի մասին է խոսքը, ինչ որ մեկի համար չեք աշխատում, այլ ինչ որ մեկի հետ գործարքներ եք ընկնում, ես տեսնում եմ, որ կկարողանաք։ Նոր գաղափար է, նոր գործարք է եւ պետք է որ հաջող լինի։ Հարգելի կարիճներ, բավականին բարդ կարտեր եմ տեսնում։ Բոլորը բացասական չեմ տեսնում, բայց մի քիչ բարդություններ տեսնում եմ աշխատանքի հետ կապված։ Տեսնում եմ բավականին երկար ժամանակ է ինչ որ գործի տեղը խնդիրներ կան։ Ձեր աշխատանքի գործունեությանում համարել աշխատում եք։ Տեսնում եմ այստեղ նաև վերադաս, կարող եմ ասել, որ վերադասի հետ էլ կարող է խնդիրներ ունենալ։ Ձեր շեֆի հետ, հա։ Տեսնում եք այստեղ տեսնում եմ խարիսխով եւ տեսնում եմ ամպեր են կուտակված ինքն էլ մեջտեղում։ Եթե դուք վերադասը դուք եք ձեր աշխատողների հետ դուք ինչ որ խնդիրներ ունեք, այդ դեպքում դուք եք վերադասը դուք ունեք խնդիրներ։ Իսկ եթե դուք չեք վերադասը, դուք ձեր վերադասի հետ երկու կողմից տեսնում եմ խնդիրներ կան։ Եվ ինչ որ ժամանակ է, նորություն չի, այսինքն հաջորդ շաբաթ չի լինելու, դուք արդեն խնդիրներ ունեիք։ Եվ ձեր աշխատանքի վայրում բոլորը չէ, որ իմիջիալոց լավն են, բոլորը չէ, որ դրական են, բացի վերադասից էլի կան մարդիկ, որոնց հետ այնքան յոլա չեք գնում։ Գիտեք, ես տեսնում եմ, միգուցե երբ փորձում եք, հետաքրքրվում եք ինչ-որ նոր աշխատանք, որոշում եք ուզում կայացնել, մտածում եք հեռանամ, չհեռանամ, տեսնում եմ, որ դուք իրականում կասկածում եք, այո, վստահ չեք, ինձ թվում է դուք որոշում եք ճանապարհի մեջտեղում եք, այստեղ այգով կարող եմ ասել նույնիսկ օնլայն, շփվում եք, կապի մեջ եք որոշ մարդկանց հետ, եւ ուզում եք աշխատանք գտնել, հետո նոր գործից դուրս գալ։ Ես չեմ տեսնում ճիշտ ասած, դուք աշխատանքից առայժմ դուրս կգաք, թե չեք դուրս գա, բայց ես տեսնում եմ, որ այստեղ բավականին մարդիկ կան։ Գիտեք, ինչ որ հարցում համաձայնության չեք գալիս աշխատանքի վայրում, ինչ որ հարցում համաձայնության չեք գալիս։ Իսկ եթե նոր աշխատանք եք փնտրում, ես տեսնում եմ, որ բավականին մարդիկ կան, փորձում են ձեզ օգնել, որոշ մարդիկ միգուցե աշխատում են, առաջարկում են նաև տնից աշխատել, բայց ինչ որ խնդիրներ կան, ես տեսնում եմ, որ վերջնականապես դեռ ոչ մի որոշում չեք կայացրել, ինչ որ կոնֆլիկտային հարցեր կան։ Այսինքն միգուցե ձեզ տնից հարմար չի, կոնֆլիկտ դա կարող է լինել։ Ձեզ առաջարկում են տնից, իսկ ձեզ տնից հարմար չի աշխատել, ինչ էլ առաջարկում են միգուցե, բայց ես գիտեք, տեսնում եմ ճանապարհը բաց է իրականում եւ տեսնում եմ ի վերջո ինչ որ մեկի հետ համաձայնության գալիս եք։ Միգուցե այստեղ երկու տարբեր առաջարկություններ են, միգուցե 3 առաջարկ մեկին մերժում եք, բայց ի վերջո մեկի հետ համաձայնվեք։ Ես տեսնում եմ ճանապարհը բաց է, իսկ վերջո տեսնում եմ ինչ որ համաձայնության ինչ որ մեկի հետ ամեն դեպքում կգաք։ Բավականին բարդ վիճակ է, եկեք ես 1-2 կարտով էլ տեսնեմ կարող եմ մանրամասնել։
Ես չէի տեսնում դուք աշխատանքից դուրս եք եկել։ Միգուցե աշխատանքի վայրում եք ուզում եք ինչ-որ բան փոխել, փոփոխություն եք ուզում։ Ես տեսնում եմ մատանիով, որ ինչ-որ համաձայնության կարող եք գալ։ Ես չեմ կարող ասել ձեր խնդիրները վերջնականապես կլուծվեն, բայց ինչ-որ որոշում կարող է կայացվել, ինչ-որ համաձայնության կարող եք գալ։ Եթե դուք հստակ որոշեք իհարկե ինչ եք ուզում։ Գիտեք, կարտերը խորհուրդ են տալիս, երևի ձեզ պետք է նոր աշխատանքի գնալ, հարգելիներս։ Բավականին բարդ կարտեր եմ տեսնում եմ այստեղ եւ երազանքի կարտն եմ տեսնում։ Գիտեք, այսինքն ձեր աշխատանքի հետ դուք ինչ-որ նպատակներ ունեիք։ Ձեր աշխատանքի հետ կապված ինչ-որ նպատակներ ունեիք, առաջ խաղացման, միգուցե աշխատավարձի հետ, ինչի հետ է կապված, երազանքներով, բայց իրականում ճակատագրի բերումով չի ստացվել, ամպեր են կուտակված։ Այսինքն խնդիրներ կային, մարդկանց հետ էլ եմ ասում, խնդիրներ կային, պարզապես չի ստացվել։ Դրանից հետո այսպես որոշման կարտն եմ տեսնում եմ երեխա, ես հիշում եք, տրամադրություններ եղած։ Իրականում որոշում պետք է կայացնեք, միգուցե նոր աշխատանքի ետևից գնաք, որտեղ ես տեսնում եմ, որ հնարավոր է նոր աշխատանք գտնեք եւ շատ հեշտությամբ էլ կգտնեք։ Տեսնում եմ այստեղ թրջունների կարտը տեսնում եմ այստեղ խարիսխով կարող եմ ասել, այնտեղ էլ հիշում եք խարիսխ էի տեսնում։ Այսինքն ես կարող եմ ասել, որ վեճերը, խնդիրները վաղուց են, նոր չեն, մի անգամ չի որ խնդիրներ եք ունեցել եւ մի հոգու հետ չի որ խնդիր, անդադ վեճերի մեջ եք եղել։ Ծաղիկներով նորից եմ տեսնում։ Իրականում հնարավոր է ձեզ համար աշխատանքի փոփոխությունը կարող է դրական լինել, հարգելիներս։ Եվ տեսնում եք դուք կկարողանաք հեշտությամբ էլ կգտնեք, եթե խնդիրներ ունեք աշխատանքում, կարտերը ամեն դեպքում խորհուրդ էին տալիս, միգուցե փորձեք հեռանալ եւ աշխատեք այլ մարդկանց հետ։ Ես պարզապես կարող եմ խորհուրդ տալ, փորձեք գտնել նոր աշխատանք մինչեւ ձեր աշխատանքից դուրս գալը։ Ֆինանսներում տեսնում եմ ճանապարհը փակ է, աշտարակը քանդվում է, ինչ որ ֆինանսական հարցեր էլ կան, ինչ որ ծախսեր կան, ճանապարհը փակ է, ֆինանսները պետք է գային, չեն գալիս։ Տեսնենք ինչ է կատարվում ֆինանսների հետ, հարգելի կարիչներ, ընդհանրապես կարիչները շատ ֆինանսապես պետք է որ լավ վիճակում լինեին։ Տեսնենք։ Ես կզարմանայի, որ կարիչները այդպես ճգնաժամը ինչ-որ վախեցներ իրենց, ճիշտ ասած, չեմ պատկերացնում, կարիչները որպես կանոն լինում են ֆինանսապես շատ ապահովված, միշտ էլ գտնում են տարբերակ, իսկ եթե վատ վիճակում են ֆինանսապես, ուրեմն ինչ-որ սխալ բան են անում կարիչները։ Ես այդքան հավատ ունեմ ձեր նկատմամբ, հարգելի կարիչներ։ Գիտեք, ես կարող եմ այսպես ասել, ինչ որ ձեզնից անկախ ինչ որ ֆինանսական հարցեր են առաջացել, տեսնում եմ այստեղ ճանապարհը փակ էլ եմ ասում, ինչ որ ֆինանսական հարցերում աշտարակ է քանդվում, ինչ որ նպատակ ունեք չեք հասնում եւ առանձնապես ճակատագրով, այսինքն ձեզնից շատ բան կախված չէ։ Ես այստեղ մարդիկ եմ տեսնում, դրսում եմ մարդիկ տեսնում, միգուցե սրանք հաճախորդներ են, միգուցե սրանք բիզնես պարտներներ են կամ բանկի աշխատող են, ում հետ ինչ գործ ունեք, ֆինանսական ինչ գործարքների մեջ եք, մի տեսակ նպատակին չեք հասել, ճանապարհի մեջտեղում եք մնացել եւ ձեզնից առանձնապես կախված չէ։ Կարտերը հուշում են շարունակեք զրուցել, այդ մի ճանապարհը փակ էր, միգուցե նոր մարդկանց հետ կարող եք շփվել, աշտարակը քանդվեց, հա, 6-ով տեսնում եք, ինչ որ մեկի հետ չստացվեց գործարքը, չի նշանակում, որ ոչինչ չի ստացվելու, որովհետև ես այստեղ տեսնում եմ նոր մարդ, ավելի պաշտոնով մարդ, որը ֆինանսներից լավ էլ հասկանում է, ֆինանսների մեջ կարող է մասնագետ լինել իմիջիայլոց մարդը եւ իր հետ կարող է լինել առաջ խաղացում, տեսնում եք, ծառ, ասենք եթե ինչ որ մեկի հետ չստացվեց, շարունակեք շփվել նոր մարդկանց հետ, ինչ որ մի ժամանակ կարող է մի քիչ ձգձգվել, ինչ որ փաստաթղթեր են ուզում, կարող է միանգամից հեշտությամբ գործը չլինել, շարունակեք զրուցել, հանդիպել, ի վերջո հաջողություն եմ տեսնում, հարգելիներս։ Մի քիչ դժվարությամբ, բայց ձեր ֆինանսական հարցերը կկարողանաք լուծել, հարգելիներս։ Ասենք մի շաբաթվա մեջ, եթե տեսեք ինչ հետաքրքիր է, երկու կարտերը ղառներ, սկսվեց կարտը ղառով եւ վերջացավ 6-6, այսինքն ճանապարհը փակ է, դուք կգտնեք տարբերակ եւ ճանապարհը կբացեք ձեզ համար։ Ֆինանսական խնդիրներ ես չեմ տեսնում երկար լինեն, դուք այդ հարցերը շատ հեշտությամբ կլուծեք։ Տեսնում եմ կողմնացույց որպես խորհուրդ, պետք է կողմնորոշվել, հարգելի կարիչներ, եթե կա ինչ-որ հարց, ես չեմ կարողանա գլխի ընկնել բոլոր կարիչներին, տարբեր տարիքի սեռի, չգիտեմ, տարբեր կարգավիճակներում գտնվող կոնկրետ ինչ հարցեր կան, որ հիմա ձեզ ուզում են հարգելիներս, բայց պետք է կոնկրետ կողմնորոշվեք, ուղղությունը ընտրեք, որպեսզի հասկանաք ուր եք գնում եւ ինչպես կարող եք ձեր կամ հարցերը լուծել, եթե հարցեր ունեք, իսկ եթե նպատակ ունեք, ինչպես հասնել ձեր նպատակին։ Ձեզ պարզապես պետք է ուղղություն ընտրել։
այս ժամանակն է, կարտերը ցույց են տալիս կողմնացույց, այսինքն ուղղությունը պետք է հասկանալ։ Այսինքն նստել ու միայն այսպես որոշել ես ուզում եմ, այդպես չի լինում։ Դուք ուզելով միայն ոչինչի չեք հասնում։ Պարզապես պետք է ուղղությունը ընտրել։ Ուղղություն էլ եմ կրկնում, ինչպես հասնել նպատակին կամ ուղղություն, ինչպես կարող եք խնդիրներից խուսափել։ Օրինակ, ես չգիտեմ ինչպես եք, ինչ ուղղություն եք ընտրում, դուք ֆինանսական հարցերը լուծում եք։ Մյուս կողմից միգուցե եւ գիտեմ ինչու՞ չէ, օրինակ ինչ որ մեկի հետ խոսում եք, չէ ստացվում, մեկ այլ անձի մոտ, դուք չեք հուսահատվում, չեք մտածում, դե չեղավ, ֆինանսական հարցը չլուծվեց, դե չստացվեց, ոչ բոլորովին։ Գնում եք գտնում եք մեկ այլ անձ, դրա մասին է խոսքը։ Փորձեք չհանձնվել, ցանկացած հարց ունի լուծում, պարզապես պետք է ճիշտ ուղղությամբ գնալ։ Եվ ցանկացած նպատակ էլի կարող եք հասնել, եթե ճիշտ ուղղությամբ գնաք, հարգելիներս։ Դա ձեզ խորհուրդ կարտերից։ Ձեզ շատ լավ շաբաթ եմ ցանկանում, հարգելի կարիճներ։